Այս պահին մենք տեսակապով միացել են Գյումրի Շիրակի թեմի առաջնորդարան և տեսակապի մյուս հատվածում մեզ միացել է հայառաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը, Աստվածօգնական Սրբազան հայր և շնորհակալ եմ ժամանակ գտնելու համար։ Աստված պահապան, խնդրեմ։ Սրբազան հայր, երեկ երեկոյան բոլորս սպասում էին Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը, որ ուղիղ կապված էր անշուշտ օրվա իշխանությունների և իշխանապետի հայտարարությունների հետ։ Անկեղծորեն ասեմ, որ համացանցում կարծիքները բաժանվել էին։ Մի մասը մտածում էր, որ Մայր Աթոռը առավել այսպես կոշտ հայտարարությամբ պիտի հանդես գա, որ իր մեջ պարունակում էր նաև որոշակի գործողությունների ծրագիր։ Մյուս հատվածը ընդհակառակը կարծում էր, որ Մայր Աթոռը չպետք է իջնի քաղաքական պոլեմիկայի մեջ և իր այս հայտարարությամբ մնաց իր բարձրության վրա։ Ինչու որոշվեց հենց այսպիսի հայտարարություն անել, Սրբազան հայր։ Շատ բնական էր, ոչ մի անբնական բան չկար։ Ես երեք անձնապես իմ անձնական բանն եմ ասում, մոտեցումն եմ ասում, տպավորությունն եմ ասում։ Շատ գոհ մնացի մեր երեկվա հանդիպումից։ Դա անցավ շատ եղբայրական, խաղաղ մթնոլորտում։ Եթե ոմանք ենթադրում էին կամ կարծում էին, թե բուռն պետք է, չգիտեմ, շատ խաղաղ, հանգիստ եւ ընդհանուր համաձայնության մթնոլորտում այդ հայտարարությունը ընդունվեց, որը ես մի նախադասությամբ կբնորոշեի։ Գիտեք որ նախադասությամբ։ Եթե դուք ամեն բանին տունակ եք, ամեն ինչին տունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Լավ ձևակերպեցի, թե գոչես։ Հարցեր ունեմ այս թեմայով ձեր թույլտվությամբ։ Ուրեմն եկեղեցին, հիմա հարցերը հետո տա։ Եկեղեցին հուզական պորտկումներով չի առաջնորդվում։ Հիմա եթե որևիցե մեկը կարծում է, թե Միքայել Սրբազանի, ասենք, հուզական պորտկումները, դրանք ինչ-որ պիտի ազդեն ինչ-որ գործնական քայլերի վրա, սխալվում է։ Իմ հուզական պորտկումները նույնիսկ իմ գործնական քայլերի վրա չեն ազդում։ Էլ որ մնաց ընդհանուր եկեղեցու գործնական քայլերի վրա ազդել։ Մենք հուզական պորտկումներով չենք առաջնորդվում։ Եվ ես դրա համար ասում եմ, մենք չառաջնորդվեցինք իրենց օրակարգով, մենք մեջեցինք իրենց օրակարգը, եւ մենք ասացինք, որ մենք շատ ավելի կարևոր գործեր ունենք, քան ձեր ենթադրած, թելադրած օրակարգն է, եւ եթե դուք ամեն ինչին տունակ եք, ամեն վատ բանին տունակ եք, մենք այդ բոլոր բաներին պատրաստ ենք։ Հիմա հարցերը։ Սրբազան հայր, կա գնահատական, որ Փաշինյանը սկսել է պատերազմ Մայր Աթոռի հետ և ընդհանրապես հայ առաքելական եկեղեցու հետ։ Հիմա ձեռնոցը իր կողմից նետված է և այդ ձեռնոցում ինքը չի խորշում տալ վիրավորական գնահատականներ, օգտագործել հայոյախառն խոսույթ, այսօր առավոտյան նորից խոսեց Վեհափար Հայրապետի մասին, ասելով, որ եթե Վեհափարը երեխա ունի, պիտի դրա մասին հայտարարի կամ հակառակը։ Այսինքն կարմիր գծերը, հնարավոր բոլոր բանակցությունները, այսպես ասենք, կարծես թե Փաշինյանի կողմից մերժված են և անցած են, նա անցել է Ռուբիկոնը այս առումով։ Հիմա եկեղեցին, երբ որ ասում է, ես այդ օրակարգի մեջ չեմ մտնում, արդյոք դա զսպելու է օրվա իշխանություններին շարունակել այն պատերազմը ճակերտներով, որը որ իրենք տանում են։ Դուք ներկայացնում եք իբրև ձեռնոց նետել, նետել է, թող նետված մնա։ Իսկ մենք պարտավոր ենք իր նետած ձեռնոցը վերցնելու։ Այդպիսի պարտավորատվության տակ ենք։ Պատերազմի հայտարարել, թող պատերազմը բարի։ Մենք հագադարձելու, մենք մեր հայտարարության մեջ էլ ասել ենք, մեզ մի մղեք հագադարձ գործողությունների, չէ՞։ Մի մղեք։ Մենք ցանկություն չունենք պատերազմելու։ Բացարձակապես։ Մենք փափուկ ուժի կողմնակից ենք, ինչպես ուրիշ անգամներ ասել էի, մեր պատերազմը խոսքի պատերազմ է,
Կարող եք մնալ այդ խոսքի մագարտակին եւ պոլեմիկան վարեք։ Ձեռնոցը թող 7-ած ձեռնոցն է, 7-ն էլ կմնա գետնին։ Մենք պարտավոր չենք իր ներա ձեռնոցը վերցնելու։ Մենք պարտավոր չենք իր օրակարգով աշխատելու։ Բացարձակապես։ Մենք եկեղեցին իր առաքելությունը ունի, իր առաքելությունը իրականացնում է, հնդածս էլ այո այդ աճ ու ձախ վայրահաճությունները հաղթահարելով գնում է։ Հիմա այսօրվա իր հայտարարությունը մայրաթորը պետք է պարզաբանում տա։ Ինչպես կասեր դասականը իրոք, հետո պետք է պարզաբանում տա մայրաթորը։ Այդ որ սահմանադրության հոդվածով մայրաթորը ուրեմն պարտավորություն ունի պարզաբանում տալու ինչ որ վարչապետի աթոռը զբաղեցրած աղին։ Որ ցույց կտաք այդ հոդվածը։ Այսքան ժամանակ ամբողջ պոլեմիկայի ընթացքում էլ մենք երբևէ ասել կառավարությունը պարզաբանում պիտի տա թե ինչու Արցախը հանձնեց։ Իրավունք ունեինք։ Այդ չասեցինք։ Որտեւ արիմաստ է Արցախը հանձնելուց հետո լսել ինչ որ ճամարտագություններ եւ պարզաբանումներ։ Եվ ուրեմն ինչպես երեկ էի ասել, չափը ճանաչեք, ձեր չափը ճանաչեք։ Մայրաթորից որևիցե մեկը պարզաբանում պահանջելու իրավունք չունի։ Որևիցե հարցով։ Կարող է պարզաբանում խնդրել, պահանջել, որևիցե մեկին տրված չէ։ Սրբազան, այնուամենայնիվ ակնհայտ է, որ իշխանությունները շարունակելու են այս քաղաքականությունը եւ արդեն իսկ կիսաբացահայտ ակնարկներ են անում առ այն, որ կարող են, այսպես ասեմ, եկեղեցու եւ առանձին հոգեվորականների հետ խոսել որոշակի կոմպրոմատների լեզվով։ Կարող է հարցը անգամ դրան հասնել։ Հուզվեցինք, մենք էլ հուզվեցինք։ Ուրեմն այստեղ 3 կարևոր կետ խախտվում է։ Նախ եթե մեր վրա կոմպրոմատ կա, դա ձեռք է բերվել ազգային անվտանգության մարմինների ուրեմն աշխատանքով, չէ՞։ Ինչը որ մարդու անձնական կյանքի մտնելու իրավունքի խախտում է։ Եթե ազգային անվտանգության մարմինները կոմպրոմատներ են հավաքել, շատ վատ են արել։ Շատ վատ են արել։ Երկրորդ, եթե այդ կոմպրոմատները հանձնել են, տրամադրել են վարչապետի աթոռը զբաղեցնող անձին, երկրորդ շատ վատ բանն են արել։ Որովհետև այդպիսի լիազորություն ոչ ազգային անվտանգությունը ունի, հասկանում ես, ոչ էլ վարչապետը։ Եթե վարչապետը այդ ազգային անվտանգությունից ստացած կոմպրոմատները ուզում է ուրեմն ներկայացնել եւ շանտաժի ենթարկել հոգեվորականության որոշ հատվածի, շատ ավելի մեծ անբարոյականություն է գործում։ Ուրեմն իրենց այս եռաֆազ անբարոյականությունը ավելի մեծ անբարոյականություն է, քան թե այն ինչ ենթադրվում է, որ կուսակրոնների մոտ գրանցվել է։ Հասկանում եք։ Ուրեմն սա խոսում են մասին, որ պետությունը ներգրավված է պետական շանտաժի մեջ։ Եվ իր քաղաքականությունը շանտաժի քաղաքականություն է։ Եվ սա բնավ կապ չունի եկեղեցու բարեփոխման հետ։ Եթե եկեղեցու բարեփոխման մասին է խոսքը, ուրեմն այդ բոլոր կոմպրոմատները հատուկ սիրուն խելոք սուսփուս կբերես, կդնես եկեղեցու իշխանության առջև, կասես այս հարցը ոնց լուծենք։ Եվ ընդհանուր համաձայնության մեջ այդ հարցը կարող է լուծվել։ Բայց երբ որ դու հրապարակային սպառնում ես այ Սրբազանին այսպես շանտաժիստ ես, էժանակի շանտաժիստ ես։ Եվ դու եթե էժանակի շանտաժն էլ ներկայացնում ես իբրև հա ազգային անվտանգության հարց է։ Հասկանում ես, սա ծիծաղելի է։ Դա կարող ես խաբել քեզ այդ անկեղծորեն նվիրված այն խավին, որի համար հայ եկեղեցականի գոյությունը արդեն խանգարիչ հանգամանք է։ Հասկանում, որտեղ հայ հոգևորական ունի որոշակի
ինտելեկտ, ինչը որ չունեցողների համար սարսափելի բան է, սարսափելի բան է, ավելի վտանգավոր է, քան թե մնացած բոլոր բարոյական հարցերը։ Ուրեմն պետությունը իրավունք չունի իր քաղաքացիների վրա, ներառյալ կուսակրոն հոգևորականների վրա, կոմպրոմատներ հավաքելու եւ այդ կոմպրոմատներով շանտաժանելու։ Հասկանու՞մ եք։ Ես ուրիշ անգամ էլ ասել էի, կարող եք կուսակրոնը որևիցե մի թերացում ունենա եւ դա լուրջ գայթակղություն առաջացնի, լուրջ սկանդալ լինի եւ այո, հնդածս որոշակի պատժամիջոցներ կիրառվեն։ Բայց գնալ փորփրել մարդու անձնական կյանքը, կուսակրոնի անձնական կյանքը, ասենք 30-40 տարի առաջ գրանցված մի բան հանել մեջտեղ եւ կարծել թե ինչ-որ մի մեծ կոմպրոմատ է գտել, սա անբարոյականություն է։ Եվ ցանկացած կոմպրոմատ, ներառյալ ասեք վրա մի կոմպրոմատ ունեն, հա դե 40 տարվա հոգևորական եմ, հեչ որ չլինի, մի 40 անգամ սայտակած կլինեմ։ Հիմա ասեք թե իմ վրա կոմպրոմատ ունեն։ Թող կշերկը դնեն, այդ կշերկի մի նժարի վրա դնեն այդ կոմպրոմատը, այն մյուս նժարի վրա դնեն իմ կատարած գործերը այս բոլոր 40 տարիների ընթացքում։ Եվ թող նայեն, արժի այդ ամբողջ վաստակը խորդակեն, հա, ասեք 40 տարի առաջ գործած այս զանցանքի համար։ Բայց ով պետք է լինի դատավորը։ Սա բարոյական է։ Բայց ով պետք է լինի բարոյական չի։ Ինչպես դատավորը ով պետք է լինի, Սրբազան, որ դուք ասում եք Դրա համար ասում եք դատավոր չեք, դրա համար ես ասում եմ իրենք դատավոր չեն։ Այդ հարցերը եկեղեցվո ներքին կառավարման տիրույթում են։ Ձեզ ինչ կուսակրոնը խախտել է կուսակրոնության ուխտը, չի խախտել, ձեզ ինչ։ Դա ձեզ չի վերաբերում, ոչ էլ կանոնագրքի հոդվածներն են ձեզ վերաբերում։ Քրեական հանցանք գործել է հոգևորականը։ Բռնեք, տարեք, դադեք, բանդարկեք։ Կուսակրոնության խախտումը քրեական օրենսգրքի մեջ կա իբրև քրեական հանցանք։ Կուսակրոնության խախտումը դա վերաբերում է եկեղեցական ատյանին։ Եվ ձեր ինչ գործն է եկեղեցական ատյանին շփջիր կկայացնեն։ Ձեր ինչ գործն է։ Դա ձեզ չի վերաբերում։ Ինչ կասներ չհասկանալու։ Շատ պարզ է, չէ՞, որովհետև որևիցե մի քրեական հանցանքի մեջ մեղադրվողի պարագային եկեղեցին միջամտում է։ Որտեղ իսկ գործը չի։ Ինքը շատ եթե միջամտի, դասի դերողամի դեղեք, դերողաբար վերաբերվեք, այդ պետք է ասի, բայց որևիցե մի քրեական հանցանքի դեպքում եկեղեցին միջամտում է, չի միջամտում։ Ուրեմն որևիցե եկեղեցական զանցանքի համար ձեր ինչ գործն է դուք եկել եք մտել եք այս ասպարեզ, ձեր ինչ գործն է։ Եթե ձեր գործը կարող է լինել ընդամենը բամբասանքի զրբարդության սահմաններում խոսել, զրուցել, հասնել գնալ։ Ուզում եք խոսել այդ մասին, խոսեք։ Բայց պահանջել, այսպես պիտի պատժվի, այնպես պիտի պատժվի, դրա իրավասությունը դուք չունեք։ Ձեզ չի տրված։ Ինչ կա այստեղ չհասկանալու։ Ուզում եք այդ իրավասությունը ունենալ, այն կոստյումը հանեք, կախեք մեխից, եկեք դիմեք եկեղեցական իշխանության, սովորեք իշքան, որ պետք է սովորել, այս սքեմը կհակնեք, կհասնեք ինչ-որ մի աստիճանի, այն ժամանակ կասեք ինչ-որ պետք է ասեք։ Ուրեմն եթե բեռանտակ չեք մտել, ես ասել եմ, եթե բեռանտակ չեք մտել, դուք ծանրության ինչ գիտակցություն ունեք։ Ինչ գիտակցություն ունեք այդ ծանրության, որի տակ մտել է ցանկացած հոգևորական։ Դուք տեղյակ եք այդ ծանրությունը։ Հա? Ինչի մասնա։ Ճողված կստանայիք մեկ օր, ես ասել եմ, չէ, մի ամիս ասի, հիմա մեկ օր եմ ասում։ Մեկ օր այդ ծանրության տակ մնաք, ճողված կստանաք։ Դե Նիկոլ Փաշինյանը պատասխանեց։ Չափերը ճանաչեք, ինչպես ինքն է ասում, սովորություն ունի ասելու, ունեց մի բան ոճով հանգիստ նստեք տեղներդ։ Հանգիստ նստեք տեղներդ։ Սա այն ասպարեզը չի, որ մտնեք։ Դուք ընդհանրապես կարող եք հրաբարակային վարկաբեկելով զբաղվել, շանտաժով զբաղվել, բայց իբրև հետևանք
ոչ մի բանի չեք հասնելու։ Ոչ մի բանի չեք հասնելու։ Սրբազան հայր Նիկոլ Փաշինյան։ Դուք ընդամենը ես մի բան էլ ասեմ։ Դուք եթե այդքան խելք ունեն, այսօրվա պորոդախոս մի քանի կան, մի մասը մորուքավոր, մի մասը անմորուս, որ կարծում եմ սենց խելացի դեմքով հոգևորականներին պետք է այսպես բացահայտել։ Գնացեք 100 տարվա մամուլը, 100 տարի առաջվա մամուլը 1920-ականների եւ 30-ականների, բացեք կարդացեք։ Օրվա թերթ չկա, որ հոգևորականներին չհայոյի, չվարկաբեկի, չզերբարդի եւ մնացած բոլոր խոսքերը չասի։ Հասկանում եք, բոլոր գոյություն ունեցող եւ գոյություն չունեցող մեղքերի մեջ չմեղադրի։ Բացեք նայեք 1920-ական եւ 30-ական թվականների մամուլը։ Եվ երբ որ կարդում ես այդ, մտածում ես, ասում ես, եթե այս ամեն ինչը ճիշտ պետք է լինի, եկեղեցին պետք է վերանա։ Եթե այս ամեն ինչ ճիշտ է, եկեղեցին վերանա։ Վերացել է, որովհետև ճիշտ էլ չի եղել։ Հասկանում եք։ Ուրեմն Աստծո տեղն եք ձեզ դրել, ուրեմն մենք այնքան մեղքերի եւ աղտի մեջ թաթախված ենք, որ Աստծո պատժի եւ Աստծո կրակի արժանի ենք եւ Աստված մեզ չի վերացնում։ Աստծո զորավոր եք դուք, թե Աստծուն չեք հավատում պարզապես։ Այսինքն մարդկային հաստատությունն է եկեղեցին, մարդկայինորեն էլ պետք է դատվի։ Ուրեմն եթե ես վարկաբեկում եմ Քրիստոսի եկեղեցին, Քրիստոս իշխանություն չունի եւ հնարավորություն չունի ինձ վերցնելու, եւ դու պետք է վերցնես։ Քրիստոս այդքան տգար է, որ իր եկեղեցուն վնասողին չկարողանա վերացնել մեջտեղից, եւ դու պետք է վերացնես։ Դու քեզ Քրիստոսի տեղ ես դրել։ Ուրեմն Քրիստոսից լավ իմ մեղքերը անթիվ անհամար եւ իմ առաքինությունները չնչին։ Ով գիտի։ Ոչ ոք։ Քրիստոսից լավ, Աստծուց լավ, իմ սխալները, ես նույնիսկ կարող է իմ ինչ-որ մի սխալ մոռացած լինեմ, չէ, ասենք 40 տարի առաջ մի բան եմ արել, որ մոռացել եմ, բայց Տերը չի մոռացել։ Եվ ուրեմն Տերը իմ 62 տարվա կյանքը նայելով, եթե ես այս եկեղեցուն վնասեմ, իր եկեղեցուն վնասեմ, Քրիստոսի եկեղեցուն վնասեմ, ուրեմն ինքը ձևը կերպը չունի ինձ վերցնելու եւ պետք է վերցնի այս խայդարագությունների միջոցով։ Հա? Սա ուրեմն աստվածամարտություն է։ Երեք մենք ուղղագործել ենք եկեղեցամարտ տերմինը։ Սա նաեւ աստվածամարտություն է։ Այսինքն դու փորձում ես Աստծո գործը անել, այնտեղ որտեղ քեզ կոչված չէ, քեզ տրված չի անել այդ գործը։ Բազան հայր։ Այո։ Նախ նարեկացու ոճով պատասխանեցիք մեղքերի եւ առաքինությունների մասով։ Իհարկե, բայց նարեկացի սուրբ էր, ես անսուրբ։ Եթե նարեկացին իրեն անսուրբ է համարում։ Որքան անսուրբ եմ ես։ Որքան անսուրբ եմ ես։ Շատ հետաքրքիր է լսելը, դրա համար ասեցի։ Երկրորդը Սրբազան հայր։ Այնուամենայնիվ մի հարց եմ ուզում տալ, որը վերջին 3 օրվա ընթացքում համացանցում բազմիցս քննարկվել է։ Ինչ պետք է լինի, ինչ այլևս պետք է Նիկոլ Փաշինյանը, որ եկեղեցին գնա բանադրության ճանապարհով։ Էլ ինչպիսի հարված պիտի հասցնի հավատին ու առաքելական եկեղեցուն։ Գիտես, հարվածի իմաստով ձեզ թվում է, թե հարվածը մի մեծ հարված է։ Այդ հարվածով իրենց են հարվածում, ոչ թե եկեղեցին։ Հասկան, ոչ որ ինքը իր նստած ճյուղը կտրի։ Այս վիճակն է։ Այն ճյուղի վրա, որը նստած է, նստած սղոցում է։ Իսկ ծառը ասում է, այ տղա, մի սղոցի, դու ես գնելու։ Ես իմ մնացած ճյուղերով կապրեմ։ Բայց դու խորտակվես։ Հիմա դուք ասում եք կտրելը արագացրու։ Չենք ուզում արագացնել։ Չենք ուզում կտրել։ Մեզ համար ամեն մի հայ անուն ազգանուն ունեցող մարդ արժեք է եղել։ Կարող է այստեղ ենք սխալվել։ Հասկանում եք։ Բայց արժեք է։ Ինձ համար որպես Միքայել arczepiskopos Աճապարյան այդ անձը ոչ մի արժեք չունի այլևս։ Բայց ես երբ որ
իբրև հոգևորական մոդելում եմ ասում եմ, որ չէ, նույնիսկ ինքը պետք է որ արժեք լինի։ Մեղ Աստծո, հասկանում ես։ Ուրեմն դուք մի դրտեք եկեղեցուն ինչ-որ այն գործողություններին, որը ինքը երբեք չի արել իր անառակ այլանդակ զավակների նկատմամբ։ Տեսեք, 1989-90 թվականներին, 90 թվականին, երբ որ կոմունիստական իշխանությունը դադարեց, եւ եկավ արդեն նոր իշխանություն, ՀՀՇ-ի իշխանությունը 90 թվականին, անկախությունից դեռ առաջ, իշխանությունը փոխվեց, կոմունիստները գնացին եւ հաստատվեց ոչ կոմունիստական իշխանություն։ 37 թվականի հոգեվորականների դահիճների դեռ մի մասը ողջ առողջ է։ Այն մարդիկ, որոնց ձեռքերը թաթախված էին հոգեվորականների արյան, այն մարդիկ, որոնց ձեռքերը թաթախված էին եկեղեցիների քանդումով, եկեղեցիները գոմեր եւ պայեսներ վերածելով, այդ մարդիկ դեռ ողջ էին։ Բայց եկեղեցին 90 թվականին անմիջապես չելավ ոտքի եւ ասեց վրեժ, ներեց, իրեն գնդակահարած, իրեն ոչնչացրած, իրեն սպանած, դրանում է եկեղեցու հզորությունը, հասկանում եք, եկեղեցին ներեց, եւ դրանցից շատերը, որ սպասելի էր, որ գային, վերադառնային, ծունկիկ գային եւ ներում հայցեին, նույնիսկ դա էլ չարեցին, եւ այո, Աստծո պատիժով մահացան։ Եկեղեցին վրեժի կոչեր, ռևանշի կոչեր 90-91 թվականներին, դրանից հետո երբեք չարեց։ Ասում եմ, դահիճները ողջ էին դեռ, այն նորվա Փաշինյանները ողջ էին դեռ, բայց եկեղեցին վրեժի կոչեր չարեց։ Եվ եկեղեցին հիմա է բացարձակապես ժողովուրդը պառակտելու, մեկի մյուսի դեմ հանելու ոչ մի ծրագիր չունի։ Եկեղեցին ընդամենը ասում է, ջահելներ, փճացրել եք ամեն ինչ, խարաբ եք արել ամեն ինչ, Արցախը հանձնել եք, երկիրը հանձնել եք, ամեն ինչ, մուխը մարել եք հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության։ Թողեք գնացեք ուրիշները թող գան։ Եկեղեցին էս է ասում, եւ սա համարվում է քաղաքականության խառնվել։ Եկեղեցու ասածը սա է։ Եկեղեցի դուք կարծում եք, որ ասեք թե Փաշինյանը հիմա բանից գնա, իշխանությունից գնա եւ վերջով գնալու է։ Եկեղեցին ասելու է պատժի, գնդակահարեք, դադեք, չէ, ասելու են ներեք։ Ինքը իբրև ողորմելի անվզեց եկեղեցու դեմ եւ իբրև ողորմելի պարտվեց։ Էլ դրա պարտությունից հետո էլ վրեժ լուծելս ո՞րն է։ Անգածին չենք խփում մենք։ Հասկանում ես։ Ուրեմն եկեղեցուն մոտեցեք իբրև եկեղեցի։ Դուք սովորական ասենք թե բակային զրույցների մակարդակում եք տեսնում եկեղեցու հարաբերությունը պետության հետ, այդպես չի։ Այդ բոլորին մենք ծանոթ ենք, ես դա ձեզ ասեմ, ես ուրիշ անգամներ եմ ասել։ Մեր հոգևորականության ճնշող մեծամասնությունը, այնպես որ ասում են, կյանքի մարդիկ են, կյանք են անցել, փողոցնել են տեսել, փողոցի փողոցնել են տեսել, եւ այդ բոլորով հանդերձ այս սքեմն են ակել։ Ընդամենը պետք է հարգեք դա, որ մարդը կարող է լինել ձեզ նման, փոխորդալ, գոռալ, բոռալ եւ այլն, կամ լինել քրեական հեղինակություն, բայց այդ բոլորը թողել է աղբ է համարել։ Եվ այս սքեմն է հակել ժողովրդին ծառայելու համար։ Եվ դուք փոխանակ աղոթեք իր համար, որ ինքը քիչ սայթակի, դուք ուրախանում եք իր սայթակումներով։ Դե ուրախացեք։ Ձեր ուրախությունը կարճ կտևի, շատ կարճ կտևի։ Ուրեմն դարեր են անցել եկել գնացել։ Դուք 100 տարի առաջ ասում եմ, 100 տարի առաջ գնացեք, բացեք, նայեք, տեսեք օրվա կաթողիկոսի հասցեին ինչեր են գրել բոլշևիկները։ Այսօր այդ բոլշևիկներին հիշող կա, թե այդ գրածները հիշող կա, բայց Գևորգ Սուրենյանցը մնում է իբրև մեծագույն կաթողիկոսներից մեկը,
եւ իբրև Սարդարապետի հեղինակ։ Մուրադ Բեկյանին խեղդել են, խեղտամահ են արել։ Այսօր խեղտամահ անողների որևիցե անունը գիտեք, բայց Խորեն Մուրադ Բեկյանը մնում է իբրև նահատակ, կաթողիկոս, հեղինակություն։ Չորեքչյանը մենակ էր մնացել այս երկրում, բոլոր եպիսկոպոսներին կամ գնդակահարել էին, կամ աքսորել էին, կամ իրենք փախել էին։ Չորեքչյանը մենակ էր մնացել այս երկրում։ Եվ մենակ ինքը պահեց հայ եկեղեցին Հայաստան։ Եվ փոխանցեց ում ձեր շատ սիրելի, որին շատ սիրում եք, բոլորս էլ սիրում ենք, մեր դաստիարակ, մեր սերնդի դաստիարակ Վազգեն կաթողիկոսին։ Ուրեմն ես բոլոր տարաշրջաններում ուրիշի անուն գիտեք։ Հայկական իրականության մեջ ուրիշի անուն գիտեք։ Մի հատ Խանջյանի անուն գիտեք, որին էլ հայ, Բերյան սպանել է, դրա համար գիտեք։ Ուրիշ որևիցե անուն գիտեք։ Եթե հարցը ինձ աղոված, ես Ուրեմն գիտեմ։ 50 տարի, 100 տարի հետո Գարեգին երկրորդ Ներսիսյան կաթողիկոսը կմնա պատմության մեջ։ Փաշինյանի անունը ես ուղղակի արդյոք հիշող կլինի։ Շատ կասկածում եմ։ Շատ կասկածում եմ։ Սրբազան, հայ ժողովրդի պատմական հիշողությունը անսահման է։ Հայ ժողովրդի պատմական հիշողությունը շատ սահմանափակ է։ Իբրև ժողովուրդ, հասկանում եք, ժողովուրդը շատ կարճ հիշողություն ունի։ Կարծում եք։ Բայց ընդհանուր իբրև հիշողություն, հասկանում եք, մեր ժողովրդի հիշողությունը կաթողիկոսների պատմությունն է։ Դուք Խրիմյան հայրիկի օրը, Խրիմյան հայրիկ բոլորը լսել են, Խրիմյան հայրիկի օրը ով էր Երևանի նահանգապետը կամ այստեղ ինչ-որ հարց լուծող պետական գործիչը, գիտեք, անունը գիտեք, հիշում եք, տեղյակ եք։ Հարցը ինձ Խրիմյան հայրիկը աղոված։ 1892-ից մինչև 1907 եղել է կաթողիկոս։ Եթե հարցը ինձ աղոված, ես տեղյակ եմ։ Այդ տարիներին ով է եղել Երևանի նահանգապետը, տեղյակ եք, այն ժամանակ նահանգ էր, չէ՞։ Երևանի նահանգապետը ով է եղել, հիշում եք։ Ռուսաց կայսրության չինովնիկ։ Չինովնիկ, անուն ազգանունը հիշում եք։ Ռուս էր, հիմա չգիտեմ այդ ժամանակով էր։ Թե ով ասեց ռուս էր, պարտադիր չէ որ ռուսերն էր, կարող է լիներ պապուաս կամ չերքեզ։ Բայց հիշում եք։ Իրեն չեմ հիշում, բայց հայության մեջ այդ ժամանակ ով էր դեմք, հիշում եք։ Այո, հիշում եմ։ Ով էր։ 1892-ից մինչև 1907 թվականը հայ ժողովրդի պատմության մեջ շատ են, սկսած Ավետիս Նազարբեկյանից, վերջացրած Ռուբեն Խանազատով, Ստեփան Սապագյուլյանով, դաշնակցության հիմնադիրներով։ Ես էլ կարող եմ այդ անունները տալ, բայց այդ ինձնից ու քեզնից դուրս այդ քանի հոգի գիտի այդ անունները։ Բայց Խրիմյան հայրիկ, կա մեկը որ չիմանա։ Որևիցե մի գյուղ խուլ գյուղ գնա, որևիցե մեկին հարցրա Խրիմյան հայրիկի անուն լսել ես, կասի։ Չես սխալվում եմ։ Չեք սխալվում, դա պետության բանի մասին է խոսում, Սրբազան։ Պետության բացակայության ժամանակ հայ առաքելական եկեղեցու։ Լավ ջան, հիմա բացակայության ժամանակ նույնիսկ 18-20 թվականների բոլոր վարչապետների անունները որի հիշող կա, որից է մեկի վարչապետի անունը հիշող չի։ Հիմա դու կասես բոլորին կթվես, բայց ժողովրդական massայի մեջ 20-ական, 30-ական, 40-ական թվականների դու սովետական բաներից քանի հոգի եք հիշում, այսօրվա ասենք Աղասի Խանջյան, շատ Զարոբյան, Դեմիրջյան, 70 տարի սովետական իշխանություն է եղել, քանի բանի սովետական ղեկավարի անուն գիտես։ Հիմա էլի կասի, ես կթվի, ժողովուրդը քանի ղեկավարի անուն գիտի։ Ժողովուրդը չգիտեմ։ Ուրեմն վերադառնալով հիմա 50-100 տարի հետո Գարեգին երկրորդ Ներսիսյանը հիշվելու է իբրև Էջմիածնի, ինչ ասեմ, անհամեմատելի շինարարություն իրականացնող հայրապետ։ Այսպես է հիշվելու։ Ինչպես է հիշվելու ձեր վարչապետը։ Իբրև Արցախ հանձնող, եթե հիշվի, իբրև Արցախ հանձնող, ոչ թե Հայաստանի ինքնիշխան է, քան երբևէ։ Դու քո տեսքը տես մի հատ Էրդողանի ու Ալիևի կողքին ինքնիշխան ես, քան երբևէ։ Ավելի ինքնիշխան, քան երբևէ ղեկավարի պահվածք էր այդ պահվածքը Էրդողանի ու Ալիևի ներկայության։
Իշխան ենք կան երբևէ։ Ու ասելով չի։ Էփացավի ծիծաղը կգա, սեղանի շուր կգա էփացավը։ Ուրեմն ով ինչպես է հիշվելու։ Հասկանում եք։ Անեց որ ժամանակն է սթափվելու։ Սիրելիներ, ամեն տեսակ պատերազմ կարող եք հաղթել, բայց եկեղեցու դեմ պատերազմը չեք հաղթի։ Չեք կարող հաղթել։ Իսկ ձեր նետած ձեռնոցը եկեղեցի չի վերցնի։ Հասկանում ես, ոնց որ հիմա ինձ գա մեկը 7 տարեկան երեխա ինձ մայր հայոյի։ Ասենք սովորեցրել է իր հայրը, ասել է գնա սրբազանին մայր հայոյի։ Ես էլ 7 տարեկան երեխային ինչ կտանեմ, բռնեմ ագաշները ոլորեմ։ Թե մտա ասեմ հələ հորը կանչեք։ Հիմա սրած պահվածքը դրան է նման։ Իրենց լարել են, առանց իմանալու որ իրենք լար, իրանց սեփական մոր, սեփական հոր դեմ լարել են, ելել են հոխորդում են։ Լավ խոս սեփական հայրն ու մայրն էլ չպետք է ելնեն իրեն ոտքի տակ տան, երբ որ գիտեն թե լարողն ով է։ Ցավոք։ Երեքեր որ նստած էին ինչ-որ երկու սուբյեկտ, մեկը իգական սերի, մեկը արական սերի, որոշում էին թե որ ավդալ ուժին է պատկանում հայ եկեղեցին։ Էս աստիճան ողորմելի եք։ Էս այև այնց խելացի արտահայտությամբ, դեմքի խելացի արտահայտությամբ, այսինքն բացահայտել են իրենք։ Իրենք բացահայտել են, բայց ոչ մի փաս չունեն։ Ինչ իմաստ եք խոսում։ Կրեմլի ագենտ։ Ես այո Կրեմլի ագենտ եմ թերևս, որովհետև սովետական ժամանակ ծնվել եմ, սովետական քաղաքացի եմ եղել, սովետական բանակում ծառայել եմ, սովետական անձնագիր եմ ունեցել։ Եթե դա համարվում է Կրեմլի ագենտ լինել, ուրեմն եղել եմ ագենտ Կրեմլի։ Իրենք բարեբախտություն են ունեցել, անկախ Հայաստանում են ծնվել, հասկանում ես, դա ներկայացնում են իբրև իրենց ձեռքբերում։ Էդի մեր ձեռքբերումն է, որ դուք անկախ Հայաստանում եք ծնվել։ Հայ եկեղեցին երբեք դրսից չի ղեկավարվել։ Եվ չի ղեկավարվում։ Դուք դրսից ղեկավարվելով նստել եք, քննարկում եք, թե ինչպես հայ եկեղեցին Կրեմլի պահանջներն է կատարում։ Ուրեմն քանի որ Մոսկվան ու Ադրբեջանը մեկ ուղղությամբ են աշխատում, ուրեմն նույն ուղղությամբ աշխատում է հայ եկեղեցին։ Էս աստիճան տխմար պճրած կին է ասողը կարելի է կնոջից ցանկացած հիմարություն ասել, արտարացված է։ Բան մի տղան էլ կանգնել է գլխի շարժումով հաստատում է էլի բան sense, իրենք բոլոր բաները գաղտնի դավադրություններից տեղյակ են։ Խելքի աշեցեք, ասում եք, չէ՞։ Այդ տղա քիչ խելքների դուր դրեք, լուսամուտ բացեք, օդ բացեք, թող մի քիչ օդ խաղա, օդա փոխվի ձեր թմրած ուղեղը, լուսավորվեք մի քիչ։ Չափ կա սահման կա օդ կրագելով, դադարք խոսքերով։ Սրբազան մեր եթերային ժամանակը մոտեցավ իր ավարտին։ Ինչ լավ, երջանիկ եմ, ուրախ եմ։ Շնորհակալ եմ շատ ժամանակ գտնելու համար։ Ես որքան որ հասկացա, եկեղեցին որոշել է այլևս չպատասխանել, եթե կարճ։ Իրենց օրակարգով չպատասխանելի չի, իրենց օրակարգով մենք չենք առաջնորդվելու։ Այս պատասխաններն էլ որ ես տալիս եմ, մի կարծեք թե ես իրենց օրակարգով եմ։ Ուղղակի դուք իբրև լրագրող զանգում եք, կարծես դուք էլ ուրիշ հերոս չգիտեք, զանգում եք, ես էլ ստիպված ասում եմ բաներ, եւ ոմանք էլ դա մեկնաբանում են այն բանը, որ եկեղեցին անհանգստացած է։ Բացարձակապես էլ անհանգստացած չի։ Ես ասի, դարձյալ ավարտեմ այդ նույն խոսքով։ Եթե դուք ամեն ինչի ընդունակ եք, մենք ամեն ինչի պատրաստ ենք։ Full stop։ Շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու ու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր հեռատեսակապով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապ։ Երկրաշարժի հետևանքով գետնին տապալված գմբեթների փոխարեն հավատացյալ ժողովուրդը նորն է կառուցել։ Եկեղեցին խորդագեր, նա, որ չի։
Պատմության ընթացքում միայն բնական աղետները չեն վնասել եկեղեցին, այլև մարդկային կերպարանք ստացած աղետները։ Ըստ Միքայել arczepiskopos Աջապահյանի, կայսրություններ, նացիստներ ու անբարոյականներ են փորձել տարբեր դարաշրջաններում ծնկի բերել եկեղեցին։ Ստալինը կարողացել է, Հիտլերը կարողացել է, Մուսոլինին կարողացել է, Նապոլեոնը կարողացել է, ֆրանսիական հեղափոխությունը կարողացել է, ով է կարողացել եկեղեցուն հաղթել։ Եկեղեցին անհաղթելի կառույց է, ոչ թե եկեղեցականն է անհաղթելի, եկեղեցին անհաղթելի կառույց է։ Անբարոյականներից մեկն էլ Սրբազանի, Պապ թագավորն է եղել, որի հետ հաճախ է համեմատվում Նիկոլ Փաշինյանը։ Պապ թագավորը, որովհետեւ կա խոսումը ով է եղել, նմանատիպ մի սինկկոր, անպետքի մեկը, որն էլ էր խոսում, լինելով անբարոյական, խոսում էր բարոյականությունից եւ երկրի հզորացումից։ Այսինքն, եթե վանքերը փակեին, պետք է երկիրը հզորանար։ Ձախողում է իր քաղաքականությունը, իր ձախողումները պետք է ուրիշին վրա բարդի, նա բարդում է։ Նույն Պապ թագավորն է։ Անբարոյական եւ միշտ մեղավորը ուրիշն է։ Համոզված է Սրբազանը, հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի վարչապետի արշավը եւս մատնվելու է անհաջողության։ Անօգուտ է եկեղեցու դեմ սուրճ ճոճելը։ Համ երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փակես։ Բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Ակննդական ատամն ընդատաման սկզբունքով չի առաջնորդվում եկեղեցին։ Ըստ Աջապահյանի, դա է պատճառը, որ Մայրաթորը 3-4 օր լռություն է պահպանել։ Ոմանք սխալմամբ դա թուլություն են համարել։ Ներումը համարում են թուլություն, լռությունը համարում են տգարություն։ Ուրեմն չարին չարով չպատասխանելը համարում են ինչ իմանամ, անկարություն։ Բայց վերջի մենք չենք կարող էլի եկեղեցուց վերածվել ինչ-որ մի կառույցի, որը աչքի դեմ աչք, Ադամի դեմ Ադամ սկզբունքով է առաջնորդվում։ Սրբազան Մեր պայքարը ընդամենը խոսքն է, եւ մենք խոսում ենք եւ ասում ենք, եւ մերժում ենք իրենց ամեն ասած այն ինչ-որ հագա քրիստոնեական եւ հագահայկական է, եւ պիտի շարունակի։ Հակաքրիստոնեական, հակահայկական է իր աչքի գերանը չտեսնելը, ուրիշի աչքի փուշը տեսնելը։ Հոգևորականներին անհասցե մեղադրանքներ ներկայացնող, սրբապիղծ արարքներ վերագրող Փաշինյանն ինքն է իր կենակցի հետ պղծության մեջ ապրում, ասում է Շիրակի թեմի առաջնորդը։ Եվ ուրեմն սրբապղծության կամ ընդամենը սեռական կյանքի, չգիտեմ, դուք հոնդանիկով զբաղվի։ Աստծո եւ օրենքի առաջ դուք ամուսիններ չեք։ Ոչ եկեղեցու առաջ եք ամուսին, ոչ բանով պետական գրանց։ Ինքներդ խոստովանում եք եւ անարգում եք ուրեմն ԶԱԳՍ-ի ինստիտուտը, այսինքն պետական գրանցման ինստիտուտն եք անարգում։ Դու պետական համարում եք մարդ, իքես համարելով, քեզ անարգում ես պետական ամուսնության գրանցման ինստիտուտը։ Դու ուր երջանիկ ես, որ քո զավակները արդամուսնական կապի արդյունք են։ Ուրիշ մտել ես ուրիշի անկողին, ուրիշի արդամուսնական զավակների մասին ես ուզում մտահոգվել։ Դու քո արդամուսնական զավակների մասին մտածի։ Ուրեմն ինչ իրենցից հեռացնելու համար այն ինչի մեջ պղծության մեջ իրենք են, հա? Ինչպես գոռում է բռնեք գողին, իմ ասա գոռում է բռնեք պիղձերին։ Դու ամենամեծ սրբապիղձը դու ես, ամենամեծ պղծության մեջ դու ես, հարատև եւ անուղա։ Միքայել arczepiskoposi կարծիքով առաջին ամենասկանդալային գրառման մեջ Փաշինյանը միտումնավոր անուն չի տվել, հարվածի տակ դնելով բոլոր սրբազաններին։ Ինք անորոշ ասում, որպեսզի ամեն մեկը ինչ-որ մեկին կասկածի։ Սրիգա, գիտես, անունը տուր։ Անունը տուր։ Ինչ ես այնպիսի տպավորություն ստեղծում, որ յուրաքանչյուրը իր ճանաչած մի սրբազանին սկսի կասկածել։ Չէ։ Ամեն մի հայ ինչ-որ մի սրբազան կամ երկուս կամ երեքին ճանաչում է։ Երբ որ դու անորոշ ասում ես սրբազան եւ այդ հայհոյալից խոսքը հասկանում ես, որ նշանակում է դու դրանով ես զբաղվում կնոջդ հետ։ Ուրեմն քո եւ կնոջ հարաբերությունը կարելի է ուրեմն սահմանել այդ քո օգտագործած խոսքով։ Ուրեմն զավակները գիտեն, թե դու ինչով ես զբաղվում կնոջդ հետ։ Այդ գործողությամբ ես զբաղվում, ինչը որ արդահայտել ես։ Դու անորոշը չես ասում։
Ամբողջ կյանքդ պղծության մեջ ես անցկացրել։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Ապօրինի կենակցում ես եւ ապօրինի կենակցի դեր ներկայացնում ես աշխարհին իբրև առաջին տիկին։ Երբ որ առաջին տիկինը ըստ արարողակարգի նախագահի տիկինն է, քո տիկինը չի էլ կարող լինել առաջին տիկին։ Աջապահյանի խոսքով եղել են մարդիկ, որոնք սկսել են փնտրել, արդյոք Շիրակի թեմի առաջնորդը քեռակին ունի։ Մեր շուրջը քանի հոգի արդեն այս քանի օր է բան են հետաքրքրված են թե ես քեռակին ունեմ կամ ոչ։ Աննորմալ, քո աննորմալությունը քո ընտանիքում դրսևորի։ Հայ առաքելական եկեղեցի Աջապահյանն անդրադարձել է Մարմաշենի վանական համալիրում նախկին ԿՊԱ-ական դերասան իշխանամերձ հեռուստաընկերություններից մեկում անպարկեշտ բառապաշարով հաղորդում վարելով հայտնի գնել Սարգսյանի պահվածքին։ Վանքում պատարագի մասնակցելուց հետո Սարգսյանը եկեղեցու բակում բացատրություն է պահանջել վանահորից, հայհոյել նրան։ Մարմաշենի հոգևոր հովիվ Տեր Փառեն Քահանա Պետրոսյանը հայտարարել է, որ ամենայն խստությամբ հսկելու եւ կանխելու է հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողների մուտքը եկեղեցիներ։ Տեղեկատվություն են քաղել, որ Մայրաթորն է Մարմաշենի վանական համալիրը փրկել, որպեսզի այն չդառնա թանգարան, ինչպես Զվարթնոցի տաճարը, որտեղ մուտքը փողով է, ասում է Շիրակի թեմի առաջնորդը։ Եվ դրա համար կառուցել են այդ շլագբաումը, չէ, արկելափագոցը, կողքը սենյակը, որտեղ պիտի տոմս ծախեին քեզ, որպեսզի դու փողով մտնեիր։ Եվ դրան ընդդիմացել ենք մենք, ասել ենք, որ չի կարող Մարմաշենի վանքը չլինել ազատ մուտք։ Պետք է լինի ազատ մուտք, թանգարան չի կարող լինել։ Հետո ինչ որ դուք դարձրել եք, ոչ թե դարձրել եք պետական սեփականություն, խլել եք եկեղեցուց ժամանակին սովետական տարիներին, հիմա չեք վերադարձնում։ Կսպասենք։ 70 տարի սպասել եք, եւս 70 տարի կսպասենք։ Բայց այդ վակը մերը կլինի, ձերը չի կարող լինել, այ ողորմ է լիներ, այ թշվարականներ։ Աջապահյանի պնդմամբ քահանան իրավունք ունի ընտրել ով մտնի եկեղեցի, ով ոչ։ Այն որ ասում ես իմ եկեղեցին է, քեզ թվում է թե քո եկեղեցին է։ Կամ քեզ թվում է թե եկեղեցին հանրային տարածք է։ Եկեղեցին հանրային տարածք չի։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Որովհետև եկեղեցին հայ առաքելականների համար ստեղծված սակրալ միջավայր է, որպես իրենք հավաքվեն եւ փառաբանեն Աստծուն։ Իսկ դա գլխավորում է քահանան, առանց քահանայի չկա ոչ ծես, ոչ արարողություն, ոչ պատարագ, ոչ մգրդություն, ոչ պսակադրություն։ Եվ դու որևիցե քահանայի իրավունք ունես պարտադրելու, որ ինքը մգրդի սրան կամ նրան, չկա նման պարտադրանք։ Դու կարող ես որևիցե մի քահանայի պարտադրել, որ ինքը պսակադրի սրան կամ նրան, չկա նման բան։ Քահանան գործում է եպիսկոպոսի իշխանության ներքո, եպիսկոպոսը գործում է կաթողիկոսի իշխանության ներքո։ Եվ եկեղեցին, որ մենք բացել ենք այսպես դռները բաց եւ ասել ենք մտեք բոլորը, ովքեր ուզում եք մտնել, դա չի նշանակում, որ եկեղեցին հանրային տարածք է։ Ոսայգի չի եկեղեցին։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսի ընտրությանը, ապա դրա հետ գործ չունի պետությունը, բայց գործ ունի ժողովուրդը։ Ընտրողը հոգևոր ժողովն է, որի 2/3-ը աշխարհական է։ Ժողովուրդը մասնակցում է, ինքը անգերագետ է, տգետ է։ Ուրեմն թող գնա սովորի։ Կաթողիկոս ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որտեղ ազգային եկեղեցական ժողովում 2/3-ը աշխարհականներ են եւ ժողովրդի ներկայացուցիչներ են։ Հասկացաք։ Իսկ ինքը իբրև պետություն, ժողովուրդը խառնվելու իրավունք ունի, բայց ինքը իբրև պետություն խառնվելու իրավունք չունի եկեղեցու գործերին։ Հասկանում եք, ժողովրդի անունից թող չխոսի։ Ժողովրդի անունից ինքը չի ընտրվել եկեղեցուն վերահսկելու համար։ Ժողովրդի անունից ինքը ընտրվել է պետության գործերը վարելու համար։ Իսկ պետության գործերը ասում է, որ չպետք է խառնվի եկեղեցական գործերին։ Ուրեմն տեղը նստի, այն որ ասում քվեյով ընտրված ղեկավարն է, քո ընտրված լիազորությունների շրջանակում գործի։ Կհաչաս, չես հաչա, բայց կգործես քո լիազորությունների շրջանակում։ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունում դու դերակատարություն չես կարող ունենալ իբրև պետություն։ Կարող է դերակատարություն ունենաս իբրև անհատ, եթե այդ եկեղեցու անդամ մնաս։ Այսօր դու փաստորեն քեզ դրել ես եկեղեցուց դուրս։ Փաստորեն դրել ես,
Բայց հայտարարում ես ես դեռ այդ եկեղեցում եմ։ Դու չես որոշողը, դու ես այդ եկեղեցուց թե չէ։ Ասկարիդի մակաբույծի պես է իրեն պահում Հայաստանի իշխանությունը, որի համար եկեղեցու հասցեին քննադատությունը սնունդ է, կուտեն, կկշտանան, կհանգստանան, բայց կմնան ասկարիդ, սրբազանի բառերն են։ Կուշտ ասկարիդը սոված ասկարիդից մեծ տարբերություն չունի։ Իսկ եկեղեցին հավերժ է։ Թերեզա Կադայեվյան, Ալեքսանդր Սարգսյան։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Հիսուս Նազովրեցի անցաներ։ Հիսուս Նազովրեցին է անցնում։ Սիրելիներ, այս օրերի ավետարանները մեզ վերստին հիշեցնում են մեր Տիրոջ Հիսուսի վերջին օրերը եւ իմաստնավորի դեպի Երուսաղեմ ընթացքը։ Երբ որ ինքը նախատեսել էր եւ ասել էր, որ պիտի գնամ Երուսաղեմ եւ այնտեղ պիտի մատնվեմ, պիտի խաչվեմ եւ պիտի հարություն անեմ։ Եվ ավասիկ ավետարանները մեզ ներկայացնում են մի դեպք Երուսաղեմի մուտքին, Երիքով քաղաքի մուտքին, Երուսաղեմի ճանապարհին։ Երբ որ ասում է մոտենում էր Երիքով քաղաքին եւ պատրաստվում էր մտնել քաղաք, քաղաքի մուտքին նստած էր մի կույր մուրացկան։ Եվ այդ կույր մուրացկանը բնականաբար իր զարգացած լսողական զգայարանով հասկացավ, որ ինչ-որ արտարոց բան է տեղի ունենում։ Այդ կույր մուրացկանը վստահաբար շատ բան էր լսել, տեսնել չկարողանալով։ Այդ բանուկ ճանապարհի վրա, Երիքովի մուտքին, թագավորների էր տեսել մշուկների վրայով մտնելիս, տեսել, երբ որ ասում եմ, ականջով տեսնելու իմաստով։ Լսել էր մեծամեծ իշխանների, զորավարների երթը, լսել էր քարավանների երթը ծանրաբեռնված ուղտերի և ջորիների վրա, քահանայապետների և քահանաների երթներ լսել։ Եվ ինչ էր, որ մի ազնվորություն իրեն ուղեկցող առաքյալների, աշակերտների և որոշ ժողովրդի ներկայացուցիչների հետ մոտենում էր Երիքովին։ Կարծես թե ոչ մի արտարոց բան չկար, բայց ավետարանը հայտարարում է այդ մասին, ասելով, որ այդ կույր մուրացիկը հասկացավ, որ ինչ-որ արտարոց բան է տեղի ունենում։ Այդ երթը, որ մոտենում էր քաղաքին, հասկացավ, որ ինչ-որ սովորական բան չէ։ Իր հոգու աչքերով հասկացավ, հոգու աչքերով տեսավ և հասկացավ, որ սովորական բան չէ։ Եվ սկսեց հարցնել կողքիններին ասելով, ինչ է կատարվում։ Եվ կողքինները ասեցին պարզ, հասարակ, առանց որևիցե զգացումի, գուցե և արհամարհանքով, բան չկա, Հիսուս Նազովրեցին է անցնում։ Բայց դա բավարար եղավ, որպեսզի այս կույր մուրացիկը աղմություն ապրի և սկսեց աղաղակել, ասելով Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Զարմացան մարդիկ, կույր մուրացկան տարիներով երևի նստած նույն տեղում, երբեք երևի ձայնը չբարձրացրած, հանգարց սկսում է աղաղակել, ճանաչելով մեկին, որին երբեք չի տեսել և չէր էլ կարող տեսնել։ Աղաղակում է ասելով Հիսուս, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Բնականաբար և հետևորդների և ժողովրդի առաջին մոտեցումը լինում է սաստել,
լուր մնա, ինչ ես աղմկում։ Մարդ է, անցնում է։ Բայց նա ասում է, շարունակում է աղաղակել եւ ասել, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Լսեց Հիսուս։ Եվ տերի տվեց եւ ասեց, բերեք ինձ մոտ։ Եվ բերեցին կույրի ձեռքից բռնած, բերեցին Տիրոջ մոտ եւ Տերը ասաց, ինչ ես ուզում, որ քեզ անեմ։ Ասեց Տեր, որպեսզի բացվեն իմ աչքերը եւ ես տեսնեմ։ Եվ Տերը ասաց, թող քո հավատքի համաձայն քեզ լինի։ Եվ ասում է աչքերը բացվեցին եւ տեսնում էր եւ փառք էր տալիս Աստծուն եւ գնաց Հիսուսի հետևից։ Այսօր պատմությունը Մատթեոս եւ Մարգոս ավետարանիչները մի քիչ այլ կերպով են ներկայացնում։ Մատթեոս եւ Մարգոս ներկայացնում են, որ ոչ թե սա տեղի ունեցավ Երիքով մտնելուց, այլ Երիքովից դուրս գալուց դեպի Երուսաղեմ։ Մատթեոսը ավելացնում ասելով, որ մի կույր չէին, այլ երկուսը, որոնց տեսողությունը վերականգնեց Հիսուս, ովքեր աղաղակեցին եւ ասեցին. Տեր, զիբացին աչք մեր, Տեր, ուզում ենք, որ մեր աչքերը բացվեն։ Մարգոսը դարձյալ ասում է, որ մի հոգի էր եւ նույնիսկ անունն է տալիս, ասում է Բարտիմեոս անունով կույրը նստած էր եւ բժշկվեց։ Ուրեմն այս բժշկության հրաշքը մեծ իրադարձություն է եւ մեծ արձագանք է ունեցել, որ երեք ավետարանիչները թեթևագի տարբերություններով մտցրել են իրենց ավետարանի մեջ։ Եվ այստեղ ինչն է կարևոր։ Կարևորը կույրի հոգու աչքերով տեսնելու հնարավորություն։ Տեսնում ենք, որ կույրը ինչ-որ բաներ է լսել Հիսուս Նազովրեցու մասին։ Եվ երևի թե ոչ մի լավ բաներ չի լսել Հիսուս Նազովրեցու մասին, որովհետև ժողովուրդը լավ բան չի կարող խոսել ընդհանրապես որևիցե մեկի մասին, ով հայտ է ներկայացնում լինելու առաջնորդ, Էլուր մնաց թե հրգիչ, բայց այդ վերլուծությունը, որ կատարել է կույրը իր հոգու խորքում, բացել է իր հոգու աչքերը։ Եվ ինքը հասկացել է, որ այն ամեն ինչ, որ խոսում են Հիսուս Նազովրեցու մասին, չի կարող ճշմարտություն լինել։ Այն բոլոր վայրահաճությունները եւ բամբասանքները եւ զրբարտությունները չեն կարող լինել ճշմարտություն։ Ինքը գիտի, որ Դավթի որդուց չի կարող ծնվել չարիք։ Եվ դրա համար գոռում է ասելով. Հիսուս Նազովրեցի, Դավթի որդի, ողորմիր ինձ։ Այսինքն ողորմություն է խնդրածը Հիսուսից մի կույր մարդու կողմից, ով երևի թե արեգակի լույսը երբևիցե չէր էլ տեսել։ Ուրեմն այստեղ կարևոր մի հանգամանքը հոգևոր տեսողության մասին է։ Բավարար չէ, որ մարդը տեսողություն ունենա, պետք է ունենա հոգևոր տեսողություն, հոգևոր աչք, որպեսզի հոգևոր աչքով տեսնի իր փրկությունը։ Մարմնավոր աչքով սեփական փրկությունը տեսնել չես կարող։ Հոգևոր աչքով կարող ես տեսնել քո փրկության ճանապարհը։ Եվ ահավասիկ էր, որ Հիսուս կանչում է իրեն, այդ կույր մուրացկանը, որ նստած էր այդտեղ պարզապես մուրալու համար, օրվա հացը մուրալու համար, Տիրոջից փող չէ, որ ուզում է, դրամ չէ ուզում է, այլ ասում է Տեր, թող բացվեն իմ աչքերը եւ տեսնեն։ Տեսողություն է ուզում, տեսնելու հնարավորություն է ուզում, տեսնելու կարողություն է ուզում, մեկ օրվա դրամ չէ ուզում, ապագա է ուզում, առաջընթաց է ուզում, մարդկանց եղբայրության հետ հավասար ընթացք է ուզում, բոլոր մյուս իր եղբայրներին քույրերին նմանվել է ուզում։
եւ ասում է. «Տեր, բաց իմ աչքերը»։ Բայց այստեղ երկրորդ հանգրվանը կա։ Այո, քույրը ուզում է տեսնել։ Բայց այդ մարդը հասուն տարիքում էր։ Առնվազն կարող է լինել երիտասարդ։ Ինչ է նշանակում, եթե մարդը ամբողջ կյանքը անցնում է կուրության մեջ։ Նշանակում է աշխատելու անկարող, նշանակում է ոչ մի արհեստ չունի, նշանակում է ոչինչ չի կարող անել։ Եվ կուրությունը կարծես թե իրեն ապահովում է, որովհետեւ ինքը ոչինչ չանելով, մուրալով ապրի։ Բայց ինքը համարձակություն է ունենում գնալու դեպի անհայտը։ Վերցնում է իր վրա այդ պատասխանատվությունը դեպի անհայտը գնալու։ Այլևս չի կարող մուրալ։ Հաց աչքերով մուրալ չի կարող։ Իր ապագան անորոշ է։ Բայց ինքը այդ անորոշությունը ընտրում է Աստուծո հետ, քան թե որոշակիությունը առանց Աստծո։ Սա է կարևորագույն քայլը, որ կատարում է քույրը։ Ավելի լավ է Աստուծո հետ անորոշություն, քան թե սատանայի հետ որոշակիություն։ Ավելի լավ է տեսնեն եւ Հիսուսի հետ քայլեն եւ չգիտեմ թե ինչ կլինի իմ ապագան, քան թե հստակ նստեմ եւ շարունակեմ մնալ տիղմի եւ փոշու մեջ եւ օրվա հացս վաստակեմ եւ գոհանամ օրվա հացով ոչ թե Աստծուց, այլ տվողից, այդ գրոշը ինձ նետովից։ Սա այս պատմության կարևորագույն պատկանն է, որ փոխանցում է Ավետարանից է, որը հաճախ եւ մեծավ մասամբ մենք չենք նկատում։ Կարծում ենք, թե քույրը ընտրեց իր համար լավագույնը, ոչ, իր համար ընտրեց դժվարություններով լի ապագա, բայց Աստծուն ապավինելով, որ Աստված կտա իրեն այդ հնարավորությունը, այդ բոլոր խոչընդոտները եւ արգելքները հաղթահարելու։ Չվախեցավ։ Եվ սա այո կարևորագույն պատկանն է։ Ստանալ անցնող Հիսուս Նազովրեցուց, ստանալ իր ներկայությունը նախ եւ առաջ։ Իր ներկայության մեջ քայլել։ Սա է քույր Բարտիմեոսի պատկանը մեզ։ Եվ այստեղ կա նաև մեկ ուրիշ պատմություն, որ ասում է, երբ որ մտավ Երիքով, Զաքյոս անունով մի մեծահարուստ մաքսապետ կար, որ մեծահարուստ էր, աչքեր ուներ, տեսողություններ ուներ, հարստություններ ուներ, ընտանիքեր ուներ, ամեն ինչ ուներ։ Բայց նա էլ ցանկացավ տեսնել Հիսուսին։ Եվ քանի որ ասում է կարճ էր հասակով, կարճահասակ էր, ծառը բարձրացավ, որպեսզի ծառից տեսնի Հիսուսին։ Ընտանանը տեսնի, առանց որևիցե ակնկալիքի։ Եվ Աստված եւ Տերը իրեն հատուցեց, տեսավ, նկատեց եւ ասաց ճիշտ, եւ այսօր ես քո տանն եմ իջևանելու։ Եվ մարդը փոխվեց։ Վերափոխվեց, ծնվեց, նոր մարդ դարձավ։ Բոլոր իր պարտադերերին վերադարձրեց, նրան իրենց պարտքերը ներեց, հատուցեց, փոխվեց, նոր մարդ դարձավ։ Ուրեմն տեսնելու, ցանկանալ տեսնելու երկու տարբեր պատմություններ, որոնք նույնքան էական են եւ նույնքան պիտի մեզ պատկան բերեն, որովհետեւ մենք հասկանանք, որ ամենակարևոր բանը մեր կյանքում աստվածատեսությունն է։ Ոչ թե միմյանց տեսնելը միշտ, ոչ թե այս աշխարհի սոս գեղեցկությունները տեսնել, որ անթիվ ու անհամար են, ոչ մի մարդ չի կարող սպառել իր կյանքում տեսնելու այս աշխարհի բոլոր գեղեցկությունները։ Բայց այդ բոլոր գեղեցկություններից առավել պետք է տեսնել այդ բոլոր գեղեցկությունները ստեղծողի աստվածատեսություն պետք է ունենալ, հոգու աչքեր պետք է ունենալ,
նույնիսկ նյութական աչքերով Աստծուն պետք է փնտրել, որովհետև այդ ամբողջ տիեզերական գեղեցկությունները, որ մեր առջև փրվում են, Արարչի փառքն են հյուսում։ Երկինքը պատմում է Տիրոջ փառքի մասին, ասում է Սաղմոս 2։ Աստղազարդ երկնքին, երբ որ նայում են, Տիրոջը պիտի տեսնենք, ոչ թե պարզապես աստղեր։ Գեղեցիկ բնության տեսարաններին, երբ որ նայում են, Աստծուն պիտի տեսնենք։ Մեր եղբայրներին եւ քույրերին, երբ որ նայում են, եւ որևիցե մեկին գեղեցիկ ենք համարում, այդ գեղեցկության հետևում հեղինակին պիտի տեսնենք, Աստծուն, միակ եւ մնայուն գեղեցիկի, որովհետեւ մեր գեղեցկությունը անցողիկ է, ժամանակավոր, խաբուսիկ։ Եվ ուրեմն այս պարզ ավետարանական պատմությունները մեզ խոսում են այս մասին, թե որքան կարևոր է փնտրել Աստծուն, ցանկանալ տեսնել Աստծուն, հոգևոր աչքերով եւ այո նաեւ նյութական աչքերով, տեսնել Աստուծո ստեղծագործությունը եւ հիանալ Աստուծով, ակիվ առաջ Աստուծով եւ ապա իր ստեղծագործությամբ։ Այսօր երկրորդ զարգազարդը, այսօր էլ Հիսուս, ի տարբերություն այդ մեր պատմած պատմությունների, այսօր էլ մտնում է վերին Երուսաղեմ, եւ այսօր էլ հրեշտակներն են խառնվել իրար, ասում են, ով է որ գալիս է, եւ ասում են, թագավոր, փառքի թագավորն է գալիս, նա ով ապրեց իբրև Հիսուս Նազովրեցի, եւ վերադառնում է իր հոր կողքին որպես անմար թագավոր։ Այսօր էլ երկնքում տիրում է այլ նույն ընթացքը, ինչ որ տիրեց Երիքովի մուտքին եւ երկին։ Հիսուս անցնում է եւ իր շուրջը փոխվում է ամեն ինչ։ Եվ իր շուրջը կարող է փոխվել ամեն ինչ։ Եթե ցանկանում ես նկատել անցնողին իբրև Հիսուս Նազովրեցի, իբրև փրկիչ, իբրև թագավոր, իբրև Աստված, իբրև Տեր։ Շատերը այդտեղ ներկա էին Երիքովում։ Շատերը տեսան Տիրոջ ընթացքը, շատերին ասվեց Հիսուս Նազովրեցին է անցնում։ Բայց հոգու եւ մարմնի աչքերը բացվեցին, գոնե ավետարանը մեզ ասում է այս երկուսի, Կույր Մուրացկանի եւ Զաքիոսի, որին ոչ ոք չէր սիրում, որովհետեւ մաքսավոր էր, հարգահավաք էր, իսկ հարգահավաքներին ինչպես երեք, այնպես էլ այսօր ոչ ոք չի սիրում։ Ուրեմն ինչ է ի վերջո այսօր երկրորդ զարգազարդով, առաջին զարգազարդով մեզ տրվելիք պատկանը, նկատեք Հիսուս Նազովրեցուն, որ անցնում է։ Ամեն օր անցնում է ձեր կողքով Հիսուս Նազովրեցին։ Նկատեք Հիսուս Նազովրեցին։ Եվ դիմեք իրեն նախ եւ առաջ ինչպես կույրը ասեց, ողորմիր ինձ։ Այդ ողորմության մեջ ամեն ինչ է մտնում։ Միայն տեսողություն չէ։ Ինչի կարիք որ ունեմ, ողորմիր ինձ։ Նկատեք Հիսուս Նազովրեցուն, որպեսզի հետո երկնքում էլ նկատեք Հիսուս Նազովրեցուն։ Եթե այսօր այստեղ, այս աշխարհում, այս մարմնական կապանքների մեջ, նյութական աչքերով կամ առավել ևս հոգևոր աչքերով ի վիճակի չենք նկատելու Հիսուս Նազովրեցուն, այնտեղ չենք լինելու եւ այնտեղ իրեն տեսնելու հնարավորությունից էլ զրկվելու ենք։ Իսկ Հիսուս Նազովրեցին ամեն օր քայլում է, ամեն օր մտնում է, մեր տան կողքով անցնում է, մեր քաղաք մտնում է, դուրս է գալիս, բոլոր քաղաքները երկրագնդի մտնում է, բայց նկատել է պետք, եւ քիչերն են նկատում, եւ Երանի նկատողներին, եւ Երանի նկատելուց հետո ով Հիսուս որդի ողորմիր ինձ ասողների։ Եվ ասի, ես ձեր ձայնը իմ ձայնին միացնելով այսօրվա մեր խոսքը այդպես են փոխանցում Տիրոջը,
Հիսուս Դավթի որդի, ողորմիր մեզ, ամեն։